Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, այսօրվանից հետո ես եմ լինելու Հասմիկի հետ խոհանոցում, ավելի ճիշտ մենակով ես եմ ելնելու Հասմիկի փոխարեն, այսօր պատրաստելու ենք խոզի և հավի մսով ջեռոցում։ Իսկ կարելի է իմ սիրելի հետևորդներ ջան, իմ աշակերտին ներկայացնեմ, մեր շատ սիրելի օպերատորի ընկերն է մտերիմ Տիգրանը, մասնագիտությամբ նաև ինքը ռեժիսոր։ Հուշում ասա, որ նաև Պլոտնիկ, ներկայացնեմ։ Եկել է այսօր ինձ օգնելու, խանգարելու պրոցեսը։ Այնպես որ չպետք է լինի միշտ։ Դու միշտ պետք է լինես, ես կկարգադրեմ, դու պատրաստ ես Տիգրան։ Բայց ես ճիշտ ասեցի։ Ճիշտ ասեցի։ Խոզի եւ մսի, հավի մսի, խոզի եւ հավի մսի ջեռոցում, ջեռեփուկ։ Ջեռեփուկ։ Ինչից ենք սկսելու։ Հիմա սկսում ենք մսերը մարինացնելը, վերցրա թասը։ Հա։ Ուրեմն։ Ես իմ առաջի փորձն է խոհանոցում։ Եվ սիրելի հետևորդներ ջան, քանի որ իրոք առաջինն է, մի անգամ ինքը ինձ վլոգ նկարել է տորտ մարջանը նկարելուց։ Բայց հիմա նկարում ենք միասին իրար հետ պատրաստելու պրոցես։ Հիմա Տիգրան ջան, մածունի մեջ ավելացնում ես աղ։ Աղ։ Բայց ինձ դժվար գործ էր տուր, ես հեշտ կտամ, դժվար կտամ։ Չէ, միանգամից լցրու աղ։ Սաղ լցնեմ մեջը։ Այո, սաղ չի բոլորը։ Բոլորը լցնեմ մեջը։ Այո։ Այսպես կռիվանելով իրար հետ գործանենք, համաձայն ես։ Աղը մածնի հետ ռեակցիա չի տա։ Չէ։ Քանի որ ես մասնագիտությամբ քիմիկ եմ, հաստատ չի տա։ Հասկացա, ես եմ պլոտնիկ։ Լավ կգցենք։ Ուրեմն օգտագործում ենք քաղցր կարմիր պղպեղ եւ հալեպի քաղցր, չիլի պղպեղ։ Լցրու։ Ես լցնեմ, այո, իհարկե, լցրու։ Լցրու ամբողջը ապրես։ Հիմա եւ մի քիչ չոր ռեհան։ Էդը ես լցնեմ էլի, հա։ Տրորելով պետք է լցնես, ձեռքդ բացի։ Հա, այն որ սենց։ Հա, տրորի, թող փշրվի ինքը։ Այդպես լցրա, կառնի լավ, մարինադեր։ Տիկին Հասմիկ, ես իմպրովիզացիաներ ես օրինակ հիմնականում անում։ Այո, հիմնականում այո։ Չեմ ուզում շատ կրկնվող բաներ պատրաստել, քանի որ մարդիկ սիրում են նորություններ։ Այնպես չի, որ լրիվ իմ գաղափարն է, կան իմ գաղափարներից շատ բաներ, բայց նաև սիրում եմ ինչ-որ բան փոփոխություններ մտցնել։ Բայց ավելի շատ սիրում ես համեմունքները, էքսպերիմենտներ անես, թե սոուսները օրինակ։ Եվ սոուսները, եւ համեմունքները, որովհետեւ անդադ ես ասենք ոչ թե քիմքով եմ պատկերացնում համազգում, այլ իմ տեսողական ինչ-որ սենց մտածելով այդ ձևի պրոցեսով եմ զգում, ինչպես ինչին ինչ համադրություն կսազա։ Ահա, Տիգրան ջան, այսպես խառնում ենք, լավ։ Հիմա այս ամենը լցնում ենք մսերի վրա ու դու ձեռքերով պետքա լավ տրորես իրան, որ ինքը լավ մարինացվի։ Իսկ կապ ունի հավինը ոնց տրորեմ, խոզինը ոնց տրորեմ, թե նույն ձև տրորեմ։ Երկուսն են նույն ձևով։ Քանի որ ինձ խոզին ինձ հակացուցված է, դրա համար մի քանի կտորեք հավի թևի ուսագլուխ։ Կներես էլի մի բան ասեմ, սա սենց վերջում սենց չեն անում մատով, չէ, պետք չի, կարիք չկա, քանի որ առատ պատրաստել եմ։ Ահա, դե խնդրում եմ հմի։ Դու միշտ սիրել ես ինչ-որ համով բաներ պատրաստես։ Որովհետև իմ հոբին է խոհանոցը ու շատ սիրել եմ դեռ շատ փոքրուց, որ մամաս կամ տատս բաներ էին պատրաստում, սիրում էի, որ գնամ, կանգնեմ, հետաքրքրությունս շատ գրգռված է, էլի, տենց որ նայում։
շատ դուրս էր գալի, խառնի, լավ։ Էս ոսկորը։ Ոչինչ դուր։ Իմիջայլոց ասել, միսը մի ամբողջ գիշեր թողել եմ ջրի մեջ։ Խի։ Որ ասենք իր այդ ծանր համ ու հոտը մի քիչ մեղմանա էլի։ Լավ տրորի, լավ, որ ամբողջը ինքը մեջը արդեն հասկացա ներքաշվի։ Պետք է սա թողանք, որ ինքը ներծծվի մեջը։ Մինչև սա մի քիչ կներծծվի, Տիգրան ջան։ Մենք կպատրաստենք նաև պղպեղները։ Միսը պատրաստելուց հետո պղպեղները արդեն կհանենք միսը, կդնենք պղպեղները ընդամենը մի 15-20 րոպեի կարգի, ինքն է շատ համեղ բան է ստացվելու, սարքել են միտեղ շատ կերել հավանել են եւ հագեցնող է եւ հետաքրքիր համադրություն է, շատ լավն է։ Կարող է հետևորդները չհավանեն ոնց են տրորում վատ կոմենտներ։ Չէ, դու իմ աշակերտն ես, նոր ես սովորում, այնպես որ թույլատրելի է։ Տիկին Հասմիկ, նկատել ես, օրինակ քո հետևորդները ավելի շատ մսային ուտեստներն են հավանում, նայում, թե բանջարեղենային էլի։ Չէ, բոլորն էլ, նայած։ Տարբերություն չկա։ Չէ, տարբերություն չկա։ Որտեվ հիմնականում դուք խառը բաներ ես անում, համ բանջարեղենային, համ մսային։ Իմ աշխատանքը ունիվերսալ է, Տիգրան ջան։ Եվ թխվածքներ, եւ ասենք սրանից առաջ անցած շաբաթ վլոգ ենք նկարել ամանորյա թխվածքաբլիթ կոներ։ Դրանից առաջ պատրաստել եմ մոժոր։ Մոժոժը խոզի ոտերը։ Խոզի տոտիկները։ Հա։ Այդպես Տիգրան ջան, հիմա սիրում եմ, որ ամեն ինչ հետաքրքիր գեղարվեստական ես մարինացնում։ Բայց սա ինչ որ հստակ ժամանակ կա, որ պետք է մնա թեկուզ կես ժամ, 5 րոպե, 10 րոպե։ Կարա 15-ից 30 րոպե մնա, որպեսզի ինքը ավելի լավ համերը քաշի մեջը։ Մինչ այդ ընթացքում մենք կպատրաստենք մնացած պարագաները ու արդեն կասեմ ու մի հատ մտահաղացում եմ։ Այս մսի հետ տակը կլոր շերտերով կտրելու ենք հարևանուիս այ Միչայլոս տվել մի շաբաթ առաջ իրանց հողամասից էին բերել իրանց դաչայից սերկևիլ։ Ուզում եմ տակի մասը մսի շարենք սերկևիլ, միսը վրան։ Ու իր այս անուշահան բույրը թող տարածի մսի մեջ, մսին հանտա, չնայած տենց էլ արդեն ինքը համեղ ալնելու։ Ու սենց կմատուցենք։ Քանի որ հայրիկ մայրիկ կտել, բալի կտել մեզ հետ են, շուտով տիկինը տել կմյանա մեզ, կանցկացնենք եկել ենք էլի։ Կանցկացնենք նախատոնակը մի հատ շատ լավ օր։ Հիանալի է շատ։ Քանի որ ամանորին ստեղ չեմ մտնելու, չեմ կարա ապահովեմ են լավ բաները։ Իսկ որտեղ եք լինելու, բացեք գաղտնիքները։ Հրավիրված եմ Ծաղկազոր։ Վաու։ Այո։ Հիանալի է։ Մենակ էլի դե, հա։ Դե ոչինչ, այս տարի մենակով չեմ, իմ շատ լավ բարեկամ ընկերների հետ եմ լինելու, իրա Ստեղծագործական թիմը նկատի ունեմ էլի։ Հա, ոչինչ։ Ես որ սենց եմ անում այդ վաղ նկարի, որ տպավորիչ խառնեմ էլի։ Ոչինչ Տիգրան ջան, բավական այդ արդեն կարող ես արդեն դա թողնել, մի հատ շատ սիրում, խնդրում եմ թասի կողքերը լավ մաքրի։ Ձեռով։ Հա, ահա։ Որովհետև սիրում եմ միշտ մաքուրը։ Մի քիչ լավ չստացվեց, բայց դե ոչինչ, աշխատի մի քիչ լավ ստացվի, սովորի էլի Տիգրան ջան։ Մարդ ես, մեկելու մի տեղ գնաս, ասես Տիկին Հասմիկի աշակերտն եմ ու սենց փնթի գործանել, ատվել մի հատ աչքափագ ես։ Ես իրականում շատ ուրախ եմ, որ քո վլոգում մասնակցում եմ։ Ես էլ եմ շատ ուրախ Տիգրան ջան, քանի որ իմ շատ սիրելի օպերատոր, ռեժիսոր, մոնտաժնիկ եւ պրոդյուսեր տղան չի կարողանում ինձ հետ նկարվի։ Բայց կարծեմ մի օր էլ իրան բարդ կվիճակվի միասին նկարենք։ Բայց ինքը պատրաստում է ինչ որ ուտելիքներ։ Իհարկե, բայց ինչի եմ ձեր կողքը կանգնած։ Կփորձենք, կպատրաստի։ Հիմա դու ոնց ես, սկսնակ աշակերտ ինքն է, կպատրաստի, չի թողա։ Տակ չենք մնա։ Մի համով բաներ ինքը կպատրաստի։ Դու կգաս կնկարես, Տիգրան ջան։ Մենք էլ մայր ու տղա կպատրաստենք։ Իհարկե։
ու կվայելենք։ Լավ, բավական է, լավ է, Տիգրան ջան, շատ մի խորանա, ապրես։ Շնորհակալ եմ, մի հատ ձեռքերդ ուրեմն դու լվանում ես, արագի մեջ, գալիս ես, ու մենք սա դնում ենք մի կողմ։ Ահա, սելի հետևորդներ ջան, հիմա պատրաստելու ենք պղպեղները լցոնած, շատ համեղ մի հատ տեստ, շատ իրոք համեղ բան ստացում, հագեցնող, շատ անուշ համեղ։ Ուրեմն սեպտեմբերի եղբորս 50-ամյակներ պատրաստել են իրեն համար, իրենց հավաքույթի ժամանակ, շատ հավանության արժանացավ, շատ հավանեցին։ Հիմա Տիգրանը գա միանա ու սկսենք նկարելը։ Եկար Տիգրան ջան, այո։ Ուրեմն կներես էլի Տիկին Հասմիկ, օրինակ այս բիբարները, այս դեղին է, այս կարմիր է, այս խռոնով եմ ձգում էլի, սա կանաչ է։ Օրինակ որ սրանք ուտում եմ, բոլորը նույն համը ունի, իրանց տարբերությունը ո՞րն է կույների։ Սրանք, Տիգրան ջան, սա մեր տեղականը չի։ Դրսից, այո, սրա համը մի քիչ ուրիշ է։ Զգում ես իրա մի ուրիշ համ ունի։ Իսկ սա մեր տեղական պղպեղներն է, որ շատ ամենահամով, ամենաանուշ պղպեղներն է։ Բայց ինչի է սա դրսի, մենք չունենք այստեղ։ Կարծում եմ համի արդեն կունենանք, տենց երևի ջերմոցային պայմաններում մշակվող մշակաբույսերի մեջ, չեմ կարծում, որ չի ունի, ոնց որ ասենք չերի լոլիկը, այն մանր կորնիշոն վարունգները, ինձ թվում է սրանց է կրն է արդեն, որովհետև ինձ թվում է բարդ խնդիր չի սրան աճացնելը, ունենալը։ Այդպես, կոչում են բուլղարական պղպեղ։ Սա բուլղարականներն են։ Հա, կոչում է բուլղարական պղպեղ, սա մեր տեղական պղպեղներն է, այսպես։ Սա ուղղակի կդնենք այնպես կխորովի, իսկ սրանք հիմա ես քեզ ձևը ցույց կտամ։ Դիլիմ տենք անի էլի, հա։ Ուրեմն, նենց ենք կտրելու Տիգրան, այնպես ենք կտրելու։ Դասի կողքո հետևորդներն ասեն, ես ինչ տափակ հարցեր ա տալ, բայց հետաքրքիր է էլի։ Այո, իհարկե հետաքրքիր է ու արխային ամեն հարց է կարաս տաս, ինձ թվում է հետևորդներիս է հետաքրքիր կլինի, որ կողքս հետաքրքիր մարդ ա կանգնած, այսքան հետաքրքրաշարժ հարցեր ա տալի։ Ուրեմն տես Տիգրան ջան, հանում ենք էս, աշխատում ենք պոչը չկտրվի։ Պետքա պոչը էլի։ Չէ, ուղղակի իրա գեղեցկության համար սենց թողում ենք։ Հասկացա։ Այս նարնջագույնին ուղղակի ինձ պետք էր մի կես, ես այս մինչև նկարել է, ես մի հատ փորձել եմ կտրելը։ Հա, պետք էր, հա, դրա համար կարող ես ես փորձեմ այս մեկը։ Եթե կվստահեք, էլի իհարկե։ Ուրեմն այս մասից սենց թեթևակի կտրված կարա ու հանը։ Խնդրում եմ ֆիքսեք, հա, դեղին բիբարի կտրվածքը։ Շատ խորը մի տարտանակըտ, որպեսզի բացվածք չունենա տակի մասից։ Ոչինչ։ Ես իմ մոտ կտրի, հա։ Էդ էլ տենց բան չեն անում։ Կդնես ստեղ։ Եղավ, չէ, բայց։ Ստացվեց ապրես դիրմիկով, հիմա կարմիրը։ Կարաս կարմիրը, այնց կտրես, որ կա սենց ուղիղ կենտրոնական մասեր եմ հատվի կտրվածքները, իհարկե։ Աշխատի հավասար եղնի։ Կենտրոն չի։ Կենտրոնա, կտրի լավ։ Բիբար կտրելուց կյանքում այսքան չէի լարվել։ Սպաս տենց մի կտրի, որ սպասի պոչի մասը ես նենց հանել, որ Հաստորեն շատ նուրբ աշխատանք է էլի մանրակրկիտ, այսինքն ամեն ձև չես կարող դնես բիբարը փրթես։ Դե ամեն բան իր նրբություն, գեղեցկություն ունի։ Կարանք ասենք առանց պոչի էլ նաև անենք, բայց դե
Ոնց որ սա էլ իր գեղեցկությունն ունի, իր տեսքն ունի։ Իսկ դու տիկին Հասմիկ ավելի հաճույքով բույսերի հետ ես աշխատում պատրաստում թե ինչ որ մսային ուտեստներ։ Տիգրան, ճիշտն ասած ամեն ինչի, Հա, ամեն ինչի։ Բայց հիմնականում, քանի որ ես էլ մսակեր եմ, շատ սիրում եմ մսերի հետ աշխատելը, ինչ ճիշտ։ Դրա համար չգիտեմ։ Երևի ճիշտ կլինի ասի մսի հետ աշխատելը։ Այդ ժամանակին աշխատել եմ թխվածքներ պատրաստելով, նաև պատվերներ ընդունելով։ պատվերներ էլ ես արել Այո, զարդարած տորթեր, որ հիմա արդեն սարքեցին լրիվ մարցեպան, մասցիկա, չգիտեմ, սլիվկա, Սլայոնի։ Տեսլայոնը միշտ եղել, ամեն չի որ չի եղել, բայց ամեն դեպքում այն ժամանակ կրեմով էր տորթերը զարդարվում, ու եթե Այն ծննդյան տորթերի, հա, ծննդյան, հարսանեկան ամեն ինչ ռոկոկո տորթերը պատրաստել եմ ամեն ձևի, բայց ճիշտն ասած, քանի որ անցել եմ այսպես ճաշատեսակային բաների, այդքան է ձգտում չունեմ էլ այդպիսի գործեր անելու, բայց եթե մի անգամ ստացվի ֆորմաներս Վանաձորից բերեմ, կաշխատեմ մի անգամ այդպիսի տորթեր ներկայացնեմ։ Դու քո ձեռքով ընտրում ես, օրինակ, որ պիտի վլոգ նկարես ու ինչ-որ բան պատրաստես, դու գնում ես մանրակրկիտ քո ձեռով շուկայից ընտրում ես միսը, քեզ ինչ պղպեղ ա պետք, Ընդհանրապես ամեն ինչն եմ սիրում մանրակրկիտ գնումս կատարեմ, ինչ կապված է սննդի հետ, որովհետև սնունդը մի քիչ ավելի բարդ է ընտրություն անելը, մանավանդ մսի հարցում շատ բծախնդիր եմ, ու ասենք մի տեղից եմ առնում ու արդեն մշտական դառնում եմ իրանց հաճախորդ, ու արդեն որ գնում եմ իրանք գիտեն, որ պետք է ես ընտրեմ, իրանք ինձ չառաջարկեն։ Տես, մեջ բաներ է։ Ոչինչ, այդ հատիկը իրա ոչինչ, Տիգրան։ Բայց ես որ ասում են օրինակ ես մեր տեղականները որ կա, բանջարեղենը բանը, ես որ ասում են սրսկած է, քիմիա տված է, բան։ Դե Տիգրան ջան, սրսկելը հենց այդ քիմիա տալն է, որ ասենք պարարտանյութը, հա, սելիտրային տալիս, տարբեր։ Բայց դա վտանգավոր չի կյանքի համար։ Դե քիմիայի դարում ենք ապրում, արդեն էդ է, որովհետև չես կարա ոչ մի բան արդեն։ Ես օրինակ ես սուպերմարկետների ես լավ պոմիդորները որ ուտում եմ, մեջը համ ու հոտ չկա, բայց որ արագ մի երկու հատ պոմիդոր ուտեմ, վրա զգում եմ, որ արդեն ինձ ճոճում ա կամած էլի, ինչ որ ազդեցություն ա ունենում վրետ էլի այդ։ Հիմա Տիգրան ջան, խնդրում եմ, եթե կարաս իհարկե, ես դանակ ավելի սուրա շատ սիրում։ Այդ ուժի գործը, ուզում ես քանի անեմ։ որ ձեռքս է ցավը, մի րոպե։ Սենց սիրուն կլորներ, բայց ոչ հաստ, ոչ բարակ, այս կարգի։ Բարսա։ Իսկ կարող բարակ անեմ։ Չէ, շատ բարակ է։ Էս սենց հաստ, սենց երկու հատ անեմ կպրծնի։ Ոչինչ։ Հա, լավ։ Մեզ պետք է որ ուղակի համը տա մսին։ Հա, հասկացա։ Սերգեյ շպինն է, եղավ, չէ։ Եղավ։ Ճիշտ, այս չափը լավ է։ Իհարկե լավ է։ Մի մատ խորքից էլի։ Հա, ու տողադարձ։ Ես մի հատ երևի սենց անենք։ Ես կարող խանգարում եմ։ Չես խանգարում, չէ։ Դու խոստացել ես, չէ՞ որ գաս խանգարես ինձ։ Շատ լավ է։ Չէ, լավ, ուշի մաշակետ ես։ Ես բոքսի եմ գնացել, իմ պախոտ կենել է, էլի բոքսյորի։ Հանց։
պայմանանք, որ պետք է մի կանչենք քեզ։ Սա էլ դնենք մի կողմ։ Մեկ է ինձ ասել են, որ միջուկը կա է Դա հազի կորիզների։ համար շատ ասում են դա օգտակար է։ լավն է, կեր։ Այո, արտակարգ հազը փափկացնող, խորխահանող միջոց է։ Ուրեմն մանր կտրտում եմ կանաչին, Տիգրան։ Բախի մանր։ Որովհետև խառնելու եմ մեր միքսի հետ ավելի համեղ ստացվելու համար։ Շատ խոշոր պետք չէ, էլի այս ձևու տեսներին այդքան հաճելի չի խոշոր։ Մարդկա չի սիրում կանաչին։ Տիկին Հասմիկ, ես բարեկամության գետնանցումի տակ մի հատ տատիկ ա միշտ գալի իր ամուսնու հետ տոպրակներով ու թարմ բանջարեղեն ա միշտ բերում ու այդ իրա աճացրածն ա էլի, ասես միշտ մլիկ տատիկ ա այնտեղ միշտ նստում ա ու մի կապը պետրուշկեն, սամիտ, սա մառոլը 100 դրամ ա մի կապը։ Դե ասենք մեր ու իրա ցանածն ա էլի անարատ բան ա։ Տան դեմը օրինակ խանութ կա, միշտ այնտեղից եմ օգտվում, հաճախ չեմ գնում շուկա, ճիշտն ասած։ Մի քիչ հեռու է անգնում։ Այդպես առնում եմ հիմնականում խանութից։ Ես կարաս շատ սիրուն ձևով խառնես, Տիգրանս։ Տիկին Հասմիկ, բան չլինի, տենց կա ինչ-որ բան, ոնց ձևակերպեմ, որ ճիշտ լինի, սննդամթերքի բրենդ ա կոչվում, ինչ ա կոչվում, հուշի էլի։ Ինչ։ Օրինակ կա ինչ-որ սննդամթերքի ֆիրմա, որ իր արտադրանքը դու նախընտրում ես, սիրում ես էլի ավելի շատ։ Ճիշտն ասած, գիտես ինչ Տիգրան ջան, շատ հիմնականում օգտվում եմ անի կատնամթերքից ես։ Անի կատնամթերքից, բայց մեր խանութը էս տարածքում իհարկե չի ստանում, բայց թանկ ա այդ։ Չէ, թանկ չի, նույն ստանդարտ նորմալ գներն ա, շատ նուրբ ա համը, շատ համեղ ա, դա եմ շատ սիրում։ Մի օրինակ ես սկան սմետան եմ առնում 600 դրամ ա, դա արդար ա։ Դե Տիգրան ջան, չգիտեմ, այդ արտադրողների ինքնարժեքի վրա, նաև տոկոսակալի խանութների վաճառքի պահը, դա մենք չենք կարող ասենք արդար ա, թե անարդար, ամենայն դեպս։ Իսկ որակական առումով ես մենակ դա եմ շատ հավանում։ Անի կատնամթերք։ Անի կատնամթերք, այո։ Մսամթերքից։ Մսամթերքից շուկայից եմ հիմնականում գնում միսը։ Ու ասենք մի կետ կա, որ միշտ տեղից եմ օգտվում եւ մաքրության առումով, եւ ասենք որակի առումով անալի կլինի, որովհետեւ պանիրն այդքան աղի չի, օգտագործում ենք ուրեմն գաուդա հալվող պանիրը, պանրատեսակը։ Կա ցանկացած տիպի հալվող պանիրներ, բայց այս պահին վերցել եմ գաուդա պանիրը։ Գաուդա։ Գաուդա։ Հայկական ա։ Չէ, հոլանդական պանիր ա, տեսակը։ Լավ տակուգլուխ առնի։ Բա որ տակուգլուխ անեմ կթափվի սեղանին էլ։ Չի թափվում։ Տիկին Հասմիկ, կուզեիր իմ փոխարեն գլումը բլներ, քեզ օգնող։ Ցանկացած մարդու կուզեմ։ Ով կուզենա համենա, թող համենա, հաճույքով կընդունեմ, կպատրաստենք։ Ասկի դու փոխարեն ցանկացած մարդ է։ Հա, իսկապես էլի կարա քո հետևորդներին է հետաքրքրի։ Ինչ որ մեկը ուզենա քո հետ ինչ որ բան պատրաստի, ունի այդ հնարավորությունը։ Հա, ունեցել եմ տենց հետևորդներ, որ ասենք մասնակցել են։ Հա։ Խոթանյան Վահե, Հասմիկ ունեի գործընկերուհի, նա ցանկացավ կա պատրաստենք իրար։ Հա։ Նաև լավ երգեց բլոգի մեջ։ Մեր շատ լավ մտերիմ հավատարիմ ընկեր Անիտագերը։ Հա։ Հայտնի լուսանկարչուհին։ Ես ճանաչում եմ։ Եվ Տիգրան դու։ Ես միշտ կերել եմ քո պատրաստածները, պրոստը կադրից դուրս էլի։ Լավ եմ խառնում։ Շատ։ Պոտենցիալ տենում ես դու ես խառնածի մեջ։ Դու կընդունվես խաղալով։ Ուրեմն Տիգրանս,
վերցնում ենք պղպեղ։ Պղպեղ։ Մեջը դնում ենք մի փոքր կարակ, արդեն սենյակային ջերմաշրջանը։ Այսպես, կապ չունի որտեղ հանցվեց դնում։ Պղպեղի մեջ կարակ։ Լցնում ենք ես միքսից, Տիգրան ջան։ Այսպես, հալվա, որ ինքը եվվի ու հալվի։ Սելի հետևորդներ ջան, ուրեմն պատրաստեց Տիգրանը, ներկայացնում եմ ես։ Պղպեղները արդեն միջել ենք, պատրաստա, դնենք մի կողմ, հիմա Տիգրան ջան, դու արդեն լայնացված միսը պետքա շարես, մի րոպե սպասի, այսպիսի կահապարի մեջ շարում ենք միսը, ուրեմն տակի մասը շարում ենք, ինչպես ասեցի, սերկևիր, անուշ համ ու հոտ փոխանցելու համար, այսպես, Տիգրան ջան, դե խնդրում եմ դու ավելացրա մսակտորները։ Ես որ մի բան ճիշտ չդնեմ, դու ասա էլի։ Ճիշտ ես դնում դիր, կարևոր չի ուզորներով դնել, ձևավոր չենք դնում, դնում ենք ընդամենը միսը պատրաստվելու համար։ Դիր, խառը դիր, թող ինքը համեղ պատրաստվի, աշխատի ոսկորոտները տակի մասը դնես։ Հա, հասկացա, սենց օրինակ։ Կարամ ոսկորը դնեմ սենց տակը, միսն էլ իրա վրա։ Կարա սենց ձերքով մի հատ այդ մարինադի մնացած մասը, այսպես տարածես։ Չուտեմ, տարածեմ։ Չէ, չես կարա դա ուտես։ Ապրես։ Մեծերն ասում են, արա ես համար, սովորի քեզ համար։ Այնպես որ իմացի այդ ասացվածքը, ականջի տող արած։ Տենց։ Լավ է Տիգրան ջան, ապրես։ Մեր Պլոտնիկ Խաչոձյանն էլ էր ինձ տենց ասում ու սա որ գործ էի անում, ինքն էլ նստած իր համար թինգը տված էր, ասում էր արա իմ համար սովորի քո համար։ Հիմիս էլի հետևորդներ ջան, դնում ենք իր կափարիչը։ Ես կարող հանես կացումա մեջ կա։ Չէ, դիրը դե։ Այսպես փակում ենք, ուղարկում ենք ջեռոց։ Սելի հետևորդներ ջան, մեր Սելի Տիգրանի պատրաստած միսը մարինացված արդեն դնում ենք ջեռոց։ Կհանդիպենք 20-25 րոպեից կնայեմ, տեսնեմ ինքը ինչ վիճակում է ու արդեն կշարունակենք, կդնենք մեր մյուս ուտեստը ջեռոց։ Սելի հետևորդներ ջան, արդեն մեր միսը պատրաստ է, հիմա հանենք ու կդնենք մյուս ուտեստը, պատրաստվի։ Մի րոպե Տիգրան ջան, չէ։ Պահեմ ձեռս։ Չէ, պետք չի դա պահելը, մենք ընդամենը պիտի սա հանենք, դնենք մատուցման ափսեի մեջ ու մատուցենք, մի րոպե, ես ասենց դնեմ, ուրեմն Սելի հետևորդներ ջան, քանի ջեռոց տակա մյուս ուտեստը, Տիգրան ջան, դիր ուտեստը արդեն վստահում ես կարամ դնեմ։ Իհարկե կարաս դնես, դիր, ապրես, կտևի 20 րոպե ընդամենը, որ մեր ուտեստը պատրաստվի ու ամբողջական սեղանի շուրջ մենք ցույց կտանք, թե ինչ գեղեցիկ բաներ ենք ստացել։ Բարով տեսանք։ Ապրեք իմ շատ սելի թանկագին մարդիկ, որ եկաք, հարգեցիք, հյուրասիրվեք, թող միշտ ասենք մեր նախատոնական սեղանը էսենց սկսվի, իսկ տոնինը արդեն չեմ ասում, թող ավելի լավ եղնի, թող մեր նոր տարին
նոր լավ գալիք բարիքներով կա, խաղաղությունով ու լավ ակնկալիքներով ողջ լինեք։ Օպերատոր ջան, քո կենացնել անձամբ։ Քիչի գտ։ Ինչ է Դավիթն ու Սուրենն է։ Հա, միաժամանակ չէ։ Արի։ Արի։ Մտի։